Փորձ համար 2, բոլորին բարի օր։ Ինչպես միշտ ծխելով։ Քանի որ ես ինքս որպես հայ զզվել եմ, այս ու մի շարք այլ կապիկություններից ուզում եմ առանց կոպիտ խոսք մեծ հարց տամ բոլոր են հոգևորականներին, ովքեր ամեն օր, կամ օրը մեջ միանում են ինչ-որ մի շարժման, որը կոչվում է եկեղեցին բարեփոխելու շարժում։ Այսօր համացանցում նայում եմ լուրեր, նորություններ, ևս 5 հոգևորական միացել են այդ շարժմանը։ Լավ, ես ուզում եմ հասկանամ, ասենք, որպես հայ, դուք ինչն եք ուզում բարեփոխեք, առանց քֆուր, առանց կոպիտ խոսք, ինչն եք ուզում բարեփոխեք եկեղեցու մեջ։ Ախր ձեր արածը, հեսա կբացատրեմ էլի հիմնավոր, խիչ չի մտնում ոչ մի տրամաբանական շղթայի մեջ։ Դուք գիտեք ում եք նման։ Նախ սկսեմ նրանից, թե դուք ինչն եք ուզում փոխեք, էդի հարցի տեսքով։ Ինքս իմ համար ուզում եմ հասկանամ, դուք որ ասենք օրինակի հիմար հասակ ձեր նպատակին, Ես որպես հայ, մկրտված հայ, ով մկրտվել է հայ առաքելական եկեղեցու ծեսով, պետք է մեկ այլ ձևի խաչակնքվեմ, Դուք որ հասակ եկեղեցու բարեփոխմանը, որը դուք եք անվանում բարեփոխում, Ես պիտի, ասենք, 5 հատ մոմի տեղ 7 հատ մոմ վառեմ եկեղեցում կամ հակառակը, ինչն եք փոխելու։ Եկեղեցին որպես ինստիտուցիոնալ կառույց, դուք ինչն եք փորձում վերափոխեք եկեղեցու մեջ։ Բացատրեք, ես էլ հասկանամ, միանամ ձեզ որպես տարբերակ։ Ինչն եք փոխելու։ Այնպես հետաքրքիր է, 5 հոգևորական եւս միացան այսօր ինչ որ 10 եպիսկոպոսների շարժմանը, տուլի ծրագրին, չգիտեմ, էլ դա ձեռդ ոտի վրա։ Ինչն եք փոխելու։ Դուք գիտեք ում եք եմա։ Եթե մեր հայ օգտատերերը հայերը ուշադիր նայեն, այսօր հայկական համացանցում ամենաշատը բողոքում են Ռուսից, Ռուսաստանից ու փնովում են Ռուսաստանին, նրանք ամենաշատը, ովքեր ժամանակին ապրել են Ռուսաստանում։ Հասարակ օրինակ, Լորիսը, նույնիկը Հարութի Մկրտչյանը, ով Ռուսաստանում տաքսի էր քշում, համի հակառուսը։ Երկրորդ օրինակ, Մերի Տոմոյան, Ռուսի արևով էր երթվում, հիմա հակառուսա խաղում։ Նույն օրինակը դուք եք անում, նույն բանը։ Դուք ասում եք եկեղեցին ունի բարեփոխման կարիք, չէ՞։ Խոսում եմ կուլտուրական, էսթետիկա, էթիկա, այտենց շրջանակներում։ Լավ։ Դուք երբ եք դառը հոգևորական։ Ես հենց հարցը ուղղում եմ այդ 10 եպիսկոպոսներին եւ մյուս քահանաներին կամ մեկ այլ կարգաստիճան ունեցող հոգևորականներին, ովքեր բան են արել, դուք ասեք։ Միացել են այդ շարժմանը։ Երբ եք դառը հոգևորական, երբ եք ընդունել այդ ծիսակարգը։ Հələ կներեք մի հատ Կրեմլից նամակ եկավ։ Երբ երեք չէ միսօրը, մի ամիս առաջ։ Չէ։ Նամանավանդ եթե ձեզնից շատերը կրեմ են եպիսկոպոսի եւ արքեպիսկոպոսի աստիճանակարգ։ Դուք ձեր հոգևոր կոչումը ստացել եք վաղուց։ Չէ՞։ Եվ այնպես չի, որ ինչ-որ Ամերիկա կլնեմ բացահայտած, որ ասեմ, դուք ոչ մի անգամ, ոչ էլ 10 անգամ, հարյուրավոր անգամներ հանդիպել եք վեհափառ հայրապետին։ Տասնյակ անգամներ մասնակցել եք եկեղեցական ծիսակատարությունների, Ձեզանից շատերը եկեղեցական կարգ են ստացել հենց նույն վեհափառի ձեռքով, վեհափառի օրհնությամբ։ Հիմա հարց։ Այն ժամանակ դուք քիչ էիք մտածում, որ եկեղեցին ունի բարեփոխման կարիք։ Հարցը տրամաբանական է, թե չէ։ Դուք ծառայում էիք եկեղեցուն,
ձեր ձևակերպամ ծառայում էիք հայ ժողովրդին, հա? Բայց դուք չգիտեիք, որ եկեղեցին բարեփոխման կարիք ունի։ Ոնց է տենց ելնեմ։ Տեսեք, հասարակ օրինակ, խոսում եմ առանց կոպիտ խոսք, չվիրավորելով ձեզնից ոչ մեկին։ Բայց դուք պովոդ եք տվել, որ ձեզ վիրավորեմ, չեմ վիրավորում։ Ախպեր, ես հասարակ շարքային, ոնց ասեմ, 3-րդ դասարան ավարտած հայ եմ, 4-րդ հազիվ քրքաշ ավարտած։ Այդ տարբերակով նայեք էլի այս հարցին։ Ես ասում եմ, եղբայր, եթե դու դարել ես հոգևորական, հա, այդ նույն վեհափարի օհնությամբ, մյուս բարձրաստիճան հոգևորականների օհնությամբ եւ չգիտեմ դաբրոյով, եթե դրանից հետո ասում ես, որ իրենք վեհափար ասենք, վեհափար չի, հա, ամենայն հայոց կաթողիկոս չի։ Դուք վեհափարին դիմում եք ավազանի անունով, չէ՞։ Դուք մյուս բարձրաստիճան հոգևորականին անուն եք կրցնում, նշանակում է դուք էլ հոգևորական չեք։ Ոսխալ չեմ ասում։ Այ ախպեր, եթե դու այտենց հա, բերեք բոլորս դադարենք գնալ հիվանդանոց, որտեղ նստած են կրթություն ստացած բժիշկներ, հա։ Ձեր ասածը գիտեք ինչու է նման։ Ոնց որ մի հատ հեքիմ, ժողովրդական բժիշկ, ինքը իրան որոշել է, որ եզան լեզուն պոկել է գետնից, կպցրել է վերքին, վերքը լավացել է։ Ինքը որոշել է, որ ինքը բժիշկ է։ Պետի նույն մեր մեծարգո կապիտուլյանտը որոշել է, որ ինքը բժիշկ է։ Պետք է բժշկի եկեղեցին։ Հələ դրան կանդրադառնամ հեսա։ Գալի նստում է հիվանդանոց, ասում է բոլոր կրթություն ստացած, բժշկական կրթություն, նեղ մասնագիտական կրթություն ստացած բժիշկները բանի պիտու չեն։ Ես եմ բժշկելու այսուհետ բոլորին։ Հիմա ձեր արածը նույն բանն է։ Դուք աստիճանակարգ ստանալով վեհափարից կամ մյուս հոգևորականներից, ասում եք իրանք հոգևորական չեն, բայց այդ պարագայում դուք ով եք։ Հա։ Նրանց հետարքիր անձի։ Ով եք դուք։ Եթե իրանք հոգևորական չեն, բա դուք փորձում եմ կոպիտ չձևակերպեմ։ Դուք ով եք։ Հա։ Երկրորդ։ Եկեղեցին ձեր համար ինչ է։ Կոնկրետ ձեր համար։ Ես շատ աշխարհիկ մարդիկ գիտեմ, ում համար եկեղեցին սրբություն է, Աստծո տուն, չէ՞։ Ձեր համար եկեղեցին ինչ արժեք է ներկայացնում։ Այդ ծրագրին միացած հոգևորականներ։ Սրբություն է, հա։ Շատերդ կասեք հա, բա հիմա հարց։ Աշխարհի ում ինչպես նաև մեր ազգի շատ ու շատ զորավարներ, ովքեր ում եղունգը դուք երբևիցե չեք էլ արժանա ձեր կյանքով մեկ։ Եկեղեցի մտնելուց, հա, իրանց սուրը հանել են պատյանով, դրել են եկեղեցու մուտքի մոտ, առանց զենք մտել են եկեղեցի, աղոթք անելու կամ, չգիտեմ, ինչ-որ աղարողակարգի մասնակցելու։ Դուք ասում եք Նիկոլ Փաշինյան ուզում է բարեփոխի մաքրազարդի մեր եկեղեցին։ Ձեզնից քանիսն են Նիկոլ Փաշինյանին հարց տվել։ Պարոն Քնձխ, չեմ ուզում քփուր անեմ։ Դու ինչ ես զինված ախրանիկներով մտնում Աստծո տուն։ Խախտում ես դրանով։ Եկեղեցու կանոնակարգը եւ մեր սրբությունների վերով անցնում ես, թե չէ։ Հա։ Հարց տվել եք Նիկոլ Փաշինյանին Չարենցավանի եկեղեցում արյան հետքերով մարդ սպանեցին։ Մեղավորը պատժվեց։ Այսինքն ձեր առաջնորդը, ում լսելով դուք ուզում եք բարեփոխեք իմ եկեղեցին։ Պաղծում է եկեղեցին, դուք ասում եք չէ բարեփոխում է։ Չարենցավանում եկեղեցու մեջ սպանությունով է հիշում։ Ես վերջել ես։ Հա։ Ոնց ալնում է տենց։ Լոգիկայի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Խոսեք մի հատ։ Ոնց որ մարդը եթե ինչ օրինակ բերեմ, սովորի վայեննի ուչիլիշա, հա, զինվորական գործ։ Հետո հլնի իր
իրան ուսուցանող սպային, կապ չունի, լեյտենանտ, կապիտան, ավագ լեյտենանտ, մայոր, փոխգնդապետ, ասի դու օֆիցեր չես։ Էտա դու վատն ես, ես լավն եմ, ոնց կլինես բան։ Հա։ Չէ՞ որ այդ օֆիցերն է իրան սովորացրե, բերե դրե ուղու վրա, գիտելիքներ տվե։ Ոնց ալնամ այդպես։ Ձեզ նայելուց գիտեք մի հատ ինչ անեկդոտ եմ հիշում, չգիտեմ, շատերը կարող են լսած են։ Մի հատ ծեր ձի ալնա, ձի, լոշեց։ Այս ձին սատկելու վրա ալնեմ, էլ այնքան ծեր ալնեմ, որ ալարեմա շարժվի։ Հոգնած ալնեմ կյանքից, մեր Նիկոլ Փաշինյանի պես։ Այս տանտերը աղբոր հետ մտնում է գոմ, ասում է վեր վաղ այս ձյուն մորթենք։ Բանի պիտու չի ես ձին։ Այդ խոսակցությունը լսում է խոզը։ Տանտերը երբ որ գոմից դուրս է գալի, խոզը գալիս է ձյուն ասում է ձի, քեզ մի հատ լավ խորհուրդ տա։ Վաղը որ տանտերը կմտնի գոմ, հելի, թրվռա, չգիտեմ, վազվզի, քեզ աշխուժ բայ, քեզ ուզում են մորթեն։ Հաջորդ օրը տանտերը որ գալիս է որ ձյուն մորթի, տենում է այս ձին վազվզում է, առույգ, կայտար, թրվռում է։ Աղբորն ասում է այ աղբեր, այս ձին էլը պիտանի է, բեր խոզին մորթենք։ Համի հասկացաք ինչ եմ ասում ձեզ, թե չէ։ Օգտագործելով ձեզ, գնելով ձեզ, գնել, առնել իմաստով, ոչ թե սիֆիլիստիկ իմաստով, հասկացողը հասկացավ, 5 միլիոն դրամով ձեզ առնում են, պետական բյուջեի հաշվին, դուք մտածում եք վաղը կամ մյուս օրը դուք պիտի հայ հանրությանը ներկայանաք որպես հոգևորականներ, ովքեր փորձել են բարեփոխել մեր եկեղեցին։ Ինչի մեր եկեղեցու, ինչ նավատը։ Ես չեմ խոսում Գարեգինի մասին, ես խոսում եմ մեր եկեղեցու մասին։ Մեր եկեղեցու ինչ նավատը։ Հա։ Եկեղեցի, որ ունի 1700 եւ ավել տարվա պատմություն, որ ունի հազարամյակների պատմամշակութային ժառանգություն, պահած, պահպանած, բերած մեզ հասցրած։ Ինչն եք ուզում վերափոխենք։ Հա։ Մեծարգո հոգևորականներ։ Ձեր արժեք ընդամենը 5 միլիոն դրամ է։ Բա եթե Նիկոլ Փաշինյանը կամ նույն ինքը Փաշազադեն, Շուքուրզադեն, ես իրան Շուքուրզադե եմ ասում արդեն, որտեղ ինքը մոտիկից տեսել է Շուքուրզադեի զանգուլակները, ձեզ կարողանում առնել 5 միլիոն դրամով։ Ադրբեջանը ավելի հարուստ երկիր է։ Հա։ Տնտեսապես, նավթ ունի, գազ ունի։ Վաղը եթե ձեզ 5 միլիոնի փոխարեն առաջարկեն 12 միլիոն դրամ, դուք պիտի դավաճանեք մեր բոլորի անկոտրելի Նիկոլ Փաշինյանին, վազեք դառնաք մահմեդական, հա։ Բա մի հատ ձեր գնացուցակը հրապարակեք, մեծն խլինքազավրի ծրագրին միացած հոգևորականներ, բալքի մենք փող հավաքենք, նստենք, նարգիլե ծխենք, ձեզ էլ կանչենք պարելու, տրուբա ծռելու, խի չէ որ։ Եթե դուք 5 միլիոնով ծախվում եք, մենք ձեզ կտանք 5 միլիոն ու կես։ Ես ուզում եմ տենամ կճոյանը ոնց հպարեմ տրուբի վրա։ Խի չէ որ։ Ախպեր դուք ծախվում եք 5 միլիոնով, ես էլ առնում եմ։ Չէ։ Խի Փաշինյանի փողի վրա գերբ կա, մեր տված փողի վրա գերբ չկա, առնում եմ ձեզ։ Ես ուզում եմ այդ 10 եպիսկոպոսները, իրանց միացած բոլոր հոգևորականները գան ինչ որ խնջույքի ժամանակ, չգիտեմ, չալմաներով, փորիկավոր կրծկալներով, ասենք բամբազե յուբկեքով, հա, գանգուրիկներով, էլի։ Չգիտեմ, փումփուլիկներով բարեն ուրախացնեն մեզ։ Խի չէ որ։ Մենք էլ ուրախանանք մեր կյանքի մեջ մի անգամ։ Ասենք մեր հոգևորականները մեզ ուրախացրին։ Մենք էլ ենք միանում բարեփոխման ծրագրին։ Ես դեմ չեմ, Նիկոլ Փաշինյանն էլ բերեք։
Խի չէ որ։ Ես վստահ եմ որ արաբական են որ հեքիաթներ 1000 ու մի գիշեր։ Դրա մեջ են էնի պարուհինով են որ սատկցնում էր իր պարով։ Դրանից լավ մեր պարո Փաշյանն է պարը։ Եկեք բարեք։ Բարեք, եկել խոսք ենք գալի բացի 5.5 միլիոն։ Մենք ասելով Սփյուռքի հայությունը 5.5 միլիոն դրամի փոխարեն ձեզ չայևոյել կտանք։ Բայց ձեր կրծքալը պետք է լինի մի քիչ ավելի նենց, որ փողը մտնի դրա արանքը։ Առնենք էլի ձեզ։ Ձեր ազդրերը դուք պիտի սափրեք։ Հա? Որ մենք նայենք մի քիչ խնդանք ձեր վրա։ Ասենք գիտեք ինչ մտածենք ձեր պարին նայելով, քանի որ դուք ծախու տեսակ եք։ Օրինակ ես կնայեմ կմտածեմ, կասեմ, օրինակ այս մարդը, խոսք եթե կճոանը պարի տրուբի վրա։ Շատ իզուր է դառել հոգեորական։ Ինքը կարող է լինել պարուհի։ Որպես տարբերակ։ Չի լինի։ Չի լինի։ Կարող է ձեզ նկատեն ինչ որ գերմանական կամ չգիտեմ մեկ այլ հունգարական 18+ ինդուստրիայի ռեժիսորներ կանչեն սկզբում փոքր կադրի մեջ կնկարվեք հետո ձեզ մեծ դերեր կվստահեն օրինակ կճոյան դու Bentley-ով չես կարող որ մաֆիոս կինոյի մեջ խաղաս համապատասխանում ես կամ արաբական ինչ որ չգիտեմ էլի նորմալ էրոտիկ բովանդակությամբ կինոյի մեջ կամ Օփել Գևորիկը օրինակ ուզում են նկարեն տաքսի կինո նկարը գեղարվեստական Օփել Գևորիկ դու չես կարող Օփելի դեր տանես խի չէ որ այ ախպեր 5.5 միլիոն փող ենք տալ եկեք բարեք դուք չեք դուժվում տեսեք ձեր գինը սկսում է բարձրանալ մեր պարո Փաշյանը որը չի կեղտոտում որ չսողացանա դրա համար կեղտը հավաքվել է իր հեմոֆրոդիտ կրծքերի մեջ քֆոր չեմ անում ցիտրեմ իրականությունը ձեր ստավկեքը կբարձրացնի դուք կարաք այդ ջոնջոլի յուկեքով փորիկներով եւ ձեր այդ այն որ կինոներ կլոնը չէ կլոնը ժադին որ բարում է ջեյդը Սաիդի հիմար կարա Սաիդն լես չէ Դուք կարաք այդ նույն շորերով մտնեք պարո Փաշյանի մոտ, ասեք պարո Փաշյան, օրինակ Սփյուռքի հայությունը մեզ առաջարկել է 5.5 միլիոն դրամ։ Մեր ստավկեն բարձեցու։ Ախպեր փող աշխատեք։ Թե չէ մնացել եք կնունք ծնունդների հույսին։ Մնացել եք այն հույսին, որ ձեր ասած վատ վեհապարը ձեզ պի աշխատավարձ տա։ Խեք այտենց խեղճացեք։ Ես չեմ ուզում իմ հայ առաքելական եկեղեցու հոգևորականը, որոնք իբր հանդիսանում եք դուք, այդքան խեղճ լինի, չեմ ուզում։ Ես ուզում եմ դուք աշխույժ լինեք, ակտիվ, պադագոնիկի վրա պարեք, դուշի տակ։ Եթե լավ պարեք, կարան ձեզ ուղարկեն արաբական էմիրություններ ստեից, միանգամից, պրիմիկոյ ռեսով, ասել դերասան Արման Ղազարը, պրիմիկո ռեսով։ Ձեր ջոնջոլի յուպեքը խփեք մի հատ Վալբրիսի սետքի մեջ գնացեք։ Ինչ կլինի որ։ Չի լինի։ Գրուպա պատժկել, չէ ունեք Լորիսը։ Ուսուսի տված, որ ձեզ առաջնորդում էր։ Որտե՞։ Էշմիածնի Բաքում, Բեհարանի։ Դրանց էլ տարեք։ Մի հատ դաշիրակն ինչա չառնեք տակ Լորիսին։ Լորիսի շեֆին տարեք։ Թող ինքը ձեր ամեն ելույթից հետո վեր կենա, իր այս սիլիկոնե այտերը ցցի դուրս եւ ասի Պուտինն է մեղավոր։ Ձեր բարից հետո բայց անպայման, թե չէ բարի վաղ որ ասեց զալը կդադարքվի։ Մարդ չի նայ ձեր բարին։ Դուք քո չեք լինի դադարք դահլիճում բարեք, ամոթա։ Եկա եպիսկոպոս մարդ եք։ Ամոթա։ Եթե ուզում ասի տենամ բարապ չմնաք էլի, որտեվ չգիտեմ էլի, մի խումբ իրանց էտա քթի պարունակությունը հանող, նայող, հետո չորցնող, հետո կտցնող հարևանի բոստան հոգևորականներ, որոշել են միանան ինչ-որ մի ծրագրի։ Միացեք,
Ես էլ լսել եմ 5 միլիոնով ձեզ առնում եմ, մեր պարոն Փաշյանը։ Մենք էլ 5.5 տանք ձեզ բարձնենք։ Մի քիչ ավել փող տանք վիփում կպարես կճոյան։ Կարաս ունես պարես, որ մենք հզղնենք։ Հա։ Ճելորած է այդ ազդրերիդ մասը։ Հա։ Եթե գումարի հարցն էլ եմ ասում, Թուրքիան եւ Ադրբեջանը ավելի հարուստ երկրներ են, անդիս կլենտուրա կվաստակեք, արաբական էմիրություններ, թուրքական շեյխերի հիմար կպարեք, հələ մտածեք իմ ասացի շուրջ, երևի այսքանը, մյուս եթերը, բայց կլինի երևի արդեն մի քիչ խուժանական, բարի քիշեր։